Խաչիկյանին ճանաչել եմ 2015 թվականին, երբ որ բազեի համահայկական խաղերն էր եւ միջճակատային փուլում հաղթող ճանաչվեցի։ Ինքը այդ ժամանակ ժյուրիի անդամ էր։ Մի քանի օր անց, երբ որ արդեն բազեից վերադարձանք Երևան, Խաչիկյանը մեր պարուհիներից Տաթևի միջոցով, քանի որ ես այդ ժամանակ Տաթևի հետ աշխատում էի, խնդրել էր, որ այն աղջիկը գիտեր, որ Տաթևին ճանաչում եմ, ասա, որ գա երգի բարի անսամբլ։ Այդ ժամանակ ես նոր էի բարվեստի ուսումնարան ավարտել, որոշել էի, որ բարը թողնելու եմ, բայց վերադարձա նորից պրոֆեսիոնալ բեմ Խաչիկյանի շնորհիվ։ Շատ քչերը գիտեն դրա մասին, որ ես իր շնորհիվ եմ վերադարձել բեմ ու հենց առաջի օրվանից Խաչիկյանը իմ համար դարձավ ոչ թե բալետմեստր, ոչ թե փորձավար, ոչ թե ավագ ընկեր, նույնիսկ ինքը դարձավ մեր առօրյայի, մեր կյանքի անբաժան մասը ու մնաց մինչև օրս։ Ինքը մինչ օրս մեր կյանքում անբաժան մասը, որովհետև այդպիսի մի օր ես չեմ կարող հիշել, որ մենք իր մասին չխոսենք, չքննարկենք, մենք փորձի ժամանակ դահլիճում նույնիսկ իր ձայնով ենք փորձանում։ Չգիտեմ դա ոնց բացատրեմ, փորձի ընթացքում մենք շատերս գիտենք, որ պարելու ընթացքում ինքը այդակ կուզեր մեզանից եւ մենք հենց դա ենք անում։ Ինքը երգի բարի պետական անսամբլի ամենամեծ էմոցիան ա եղել, որպես մարդ, ամենամեծ էմոցիան, չգիտեմ ոնց եք հասկանում, ինքը տոն էր, իր հետ ամեն ինչ տոն էր, իր հետ տոն էր ճանապարհորդությունները, իր հետ տոն էին նույնիսկ այն քաղաքից դուրս հավաքույթները, տոն էր նույնիսկ համերգի դահլիճում իրան տեսնելը, երբ որ հեռվից հեռու տեսնում էի, որ սխալը տա նկատել ու գիտեի, որ հեսա հասնելու է քո մոտ ու պահանջի ինչ-որ մի բան, այդքանի հետ մեկտեղ Խաչիկյանը իմ կյանքում տեսած ամենադիսցիպլինա ունեցող անձերից մեկն է, քանի որ ես այդպիսի բան այդ տարիքում դեռևս չէի տեսել։ Ես իր շնորհիվ եմ սովորել, որ եթե նույնիսկ դու արթնացել ես ու մի ոտդ չես զգում ու ողնաշարել չես զգում, պիտի ուղղակի պարես այդ օրը ու կլավանաս հաստատ օրդ կանցնի շատ դրական։ Ես իրան շնորհակալ եմ դրա համար։ Ինքը իմ կյանքում շատ մեծ դեր ա ունեցել իմ կյանքի որակի համար, իմ մարդ տեսակի համար, ինչպես նաև իր շնորհիվ եմ ես պարել շատ պարել ու դերեր անսամբլում։ Իր հետ ճանապարհի ամենասկզբից մինչև վերջը տոն էր։ Իհարկե մենք բոլորս այն ահ ու վախի մեջ էինք, միշտ որ հանկարծ շատ չուտենք, որովհետև Խաչիկյանը այդ ընթացքում հսկում ա, բայց մենք համ էլ ճանապարհ ենք անցնում, սոված ենք։ Պիտի ուտենք։ Ու Խաչիկյանը շրջում էր աղջիկների գծերի մեջտեղով տեսնելով ինչքան կերավ, դա մեր համար իհարկե հումորային էր, բայց իր սրտից գնում էր այդ ամեն ինչը, էլի, որ մենք կանենք մեզ թույլ տանք, որտեվ հեսա տարազ ենք հագնելու, այդ տարազը եթե չկոճկվեց, այդ ամեն ինչը պրոբլեմա ու ինքը շատ բռնկուն մարդ էր, եթե հանկարծ աղջիկներից մեկի տարազը մի քիչ լավ չի կոճկվել կամ ինչ-որ մի բանը բեմի վրա այն չգնաց, մենք գիտեինք, որ համերգի վերջում ծայրահեղ ծանր վիճակում ենք լինելու, որտեղ պիտի իրան պատասխան տանք, ինչի այդպես եղավ։ Հանկարծ դեպք լինում էր, չէ, մարդ ենք մենք բոլորս, ինչ-որ մի օր պիտի բացակայենք, նախ այդ մի օրվա համար մենք պիտի երկար պատրաստվեինք, որ իրան ասենք, որ չենք գալու, որ արդեն գալիս ենք ջղայնանում էր, դե քանի որ ինքը մեզ շատ էր սիրում, դրա մասին ինքը թաքցնում էր, բայց մենք գիտեինք, որ ինքը մեզ շատ է սիրում։ Մենակ ասում էր, այսքան տալիս եմ, այսքան եք ուզում, այսինքն արդեն երես եք էլի առել, ես այսքան տալիս եմ, բայց դուք այսքան եք ուզում։ Շատ տարբեր բաներ էր ասում Խաչիկյանը։ Կովը, որ ասում են կովին գտում են, ոտքով տալիս են, կաթը թափում են այդ։ Ինքը շատ թեվավոր խոսքեր ուներ։ Խաչի հիմնազորությունը ես գիտեմ, ինքը գիտեր բեմի վրա ով ինչ անելու ու հանկարծ եթե իր ասածը եղել է, գալի կանգ Խաչը վկա ես գիտեի որ տենցա լինելու, այսինքն չեմ զարմացել էլի։ Մենք երջանիկ սերունդ ենք, որ իրա հետ ենք աշխատել։ Մենք ունենք այս, գիտեք, մարդը իր գործով միշտ ապրում է, ճիշտ է, մենք ամեն օր ենք հիշում իր
իր գործը, ոչ թե մի օր։ Մենք ամեն օր մտնում ենք խորային, մենք իրան հիշում ենք։ Այ ինքը հələ առաջի օրերի մասին, երբ որ մենք իրան կորցրեցինք, անդառնալի էր մեր վիճակը, իրականում մենք տապալված էինք կամ բոլորս տապալված ենք։ Ես չգիտեմ, նման մարդ լինելու համար Աստված ինչքան պիտի այդ մարդուն տա սիրտ, հոգի, այդքան մաքրություն, որ իրան այդքան մարդ սիրի ու հարգի։ Ոչ միայն մասնակետ, այլ նաև որպես մարդ։ Ես դա նշում եմ, որտեվ լավ մարդն է լինում, լավ բարեկմեստր, լավ ընկեր, լավ փորձաբար, լավ վարպետ իվերջո։ Ես կուզեի ինքը իմանալ, որ մենք իրանով ուղղակի միշտ հպարտ ենք ու մենք իրեն շատ ենք սիրում։ Երևի ինքը մենք չենք հասցրել ցույց տալ այդ ամեն ինչը, իհարկե գործով ցույց տալիս էինք, բայց ես կուզեի ինքը հասկանալ, որ մենք առանց իրա ուղղակի տապալվել ենք այս տարիների ընթացքում, չեմ ասում մասնագիտական, այլ հենց հոգեպես, որտեղ մենք շատ ենք կոտրվել։ Ես կուզեի ինքը իմանալ, որ ինքը մեր համար միշտ կլինի անփոխարինելի մարդ, այդքանը իմացի, Խաչիկը։ Կուզեի մեր կողքին լինել ուղղակի։ Կուզեի երկար աշխատել իր հետ։ Հուսով եմ ինքը մեզ տեսնում է ու մենք իր աշխատանքը ոչ թե տապալում ենք, այլ բարձրացնում ենք, որտեղ ինքը շատ մեծ ներդրում ունի մեր յուրաքանչյուրի վրա ու անսամբլի վրա։ Հուսով եմ ինքը մեզանով գոնե հպարտանում։